Նախ մշակութային ձերբազատում է պետք, դա պետք է անպայման արվի, այդ մեկ, և կրթական, այդ մեկը, որտև իրենք ֆրանսիացու նման չեն, այդ մշակույթն ու դպրոցն օգտագործում են հոգիտ կնելու համար, դրա համար, եթե մենք պետք է շատ կարդանք, բանն ասում էր, որ Համոհան Ջանյանը, մեր փառահեղ վարչապետներից մեկ, ասում էր Ռուբեն այդ երկուսը կան Տարբինյան, ասում էր ռուսը հոգիտ է կանում, թուրքը մորթում է, և ասում է սա ավելի մեծ աղետ է, որտեղ այդ բանն է փողում, բայց հիմա թողենք լսա, ուրեմն Ռուսաստանի պատմության մեջ շատ կարճ մի ժամանակաշրջան է եղել, երբ Հայաստան և հաջորդ Հայաստան հետո հարաբերությունների կարծես թե իրավահավասար հավասարակշռված միտում է եղել և դա 100% է, դա Կերենսկու ժամանակավոր կառավարության շրջանն է եղել, մեր համար ամենադրականը Ռուսաստանից այդ Կերենսկին էր, որ թողեց հայ զինվորները կուտակվեն Բաքվում, կռվեն և ես Հայաստանին օգնեն, փրկեն և այլն, էլի, այնպես որ այս բանաձևով պիտի գնալ առաջ, ուրեմն իրավահավասար փոխհարաբերություններ և մեծ խնդիր է ռուսահայությանը, պայմանական Ռուսաստանում հայեցի պահելը, ռուսական մշակույթը և ռուս աղջիկը կլանում են հայությանը, դա ես որ չեն գալիս, չնեղանա որը մեկ, ես ենթադրում եմ մի մասեր այդ տղամարդիկ չեն ուզում վերադառնան, որովհետև այդ կյանքից սովորում են, որը սխալ կյանք է, բայց ինչ-որ չափով, հիմա բանաձևն ասեցի, երկրորդ մասը կա, որ ժամանակին ես դա ասել եմ, բայց դա ժամանակին ռուս քաղաքական գործիչներից, որ սպանեցին են ով էր, Կրեմլի մոտ բանի վերջը ինչ-որ է, քաղաքականության ֆինլանդականացում, երբ որ դուք ներգրավված եք այլ սիստեմների մեջ, ժողովրդավարությունն է, մեր համար սա անդարձ, անվերադարձ է և Ռուսաստանի հետ կարողանում եք փոխհարաբերություններ, անվտանգություն և այլն կառուցել հավասարի վրա ձեզից հեռու պահելու համար և դա ուրեմն ֆինները կարողացան մինչև այս ռուսներն է մեղավոր, որ նրանք ՆԱՏՕ մտան, իրենք, որտեղ իրենք այդ փայլուն քաղաքականություն իրականացնում էին և ուրեմն և արդյունքներ լավ էր, նաև ռուսների համար, հիշեք մեր դպրոցական տարիներին ասում էին շաբաթ-կիրակի ռուսները գնում էին Ֆինլանդիա, Հելսինկիից բանից տոննաներով արաղն առնում, բերում խմում էին Լենինգրադում և այլն և ծախում էին, այսինքն հասկանում կամ և հակառակ։ Հիմա ինչ եմ ուզում, երկու տարբերակ կա, ուրեմն ռուսների հետ մենք պետք է և պիտի ուրեմն սովորեցնենք, արդեն սովորեցնում ենք, որ Հայաստանի ներքին գործերին չպիտի խառնվեն, իրենք սովորական մի պետություն են, ինչպես Անգոլան, և հետ մենք Անգոլայի հետ նորմալ հարաբերություններ կառուցենք, իրենք մեր ոչինչը չեն, ոչ մի բանը, էթնիկական իմաստով, մշակութային առումով, ոչ մի բանը, մենք շատ ավելի Իրանին ենք, որպես ժողովուրդ պարսիկների մտերի մոտիկ, հին հռոմ Հունաստան և հիմա այս քաղաքական կուրսը հնարավոր է թե չէ, Պուտինի կառավարման տարիներին հնարավոր չէ, որովհետև սա թունավորված է ֆաշիզմով, ռաշիզմով, որ ասում են, և ես ինձ հասկանալի է, Պոտսդամ, դուք չեք նկատել, ես նույնիսկ Facebook ռուսական ալիքներով անդադ ֆաշիզմի Հիտլերի ռեգլամ է գնում անդադ, Պոտսդամում նստել է, ժամանակ ֆաշիստացել է, այդ վերցրել է, հիմա բայց ես Պուտինները հավես չեն, որովհետև ամերիկյան ես սանկցիաները, ես խաղը, Ռուսաստանին դարձնում են երկրորդ կարգի պետություն, երրորդ կարգի, տրոֆի թե չէ, ինձ հետ չհետաքրքիր չի, մեզնից վազգա, և դա տարբերակ չունի ժամանակավոր կառավարության ստեղծած վիճակին վեր, մոդելի իմաստով եմ ասում, և այստեղ մենք կհարաբերվենք այնքանով, որքանով պետք է որ հարաբերվենք և վերջ, մեր ժողովրդի համար, մեր պատմության համար, և ոչ ավելին, այնպես ինչպես ասեցի, որպես Անգոլա, ինչքան մնացածը ինքը հիմա ասեմ, ընդհանրապես ես դադարել եմ այլևս Ռուսաստանով հետաքրքրվել, որովհետև ուրեմն նաև այստեղ
Ղարաբաղյան կլանը վատթարագույն ծառայություն է մատուցել ռուսներին, երբ որ Ղարաբաղը հեշտությամբ գրավեցին թուրքերի ձեռով, Ալիևի հետ խաղի մեջ մտան, Գալադամոր ինչ որ արեցին, դա հույս տվեց, որ իրենք Ուկրաինայում նույնն են անել, բուչա արեցին, այնքան անդունդը, որտեղից դուրս չեն, ամերիկացիները ինչ արեցին, ուկրաինացիները ես հիացած եմ։ Մենք գալիս ենք արդեն այդ հարցին ռուս-ուկրաինական։ Որ ուկրաինացիները կռվելու են իրենց պետության համար մինչև վերջին կաթիլը եւ այստեղ Արցախի բանի, հա, այդ ռազմաքաղաքական ճակերտավոր ղեկավարության օրինակը իրենց համար վատ դարս եղավ, փախն է, կազմակերպեն ժողովրդի տեղահանությունը հանուն իրենց եւ իրենք էլ գնան Բաքու, բախտել չունեցան փողերը վայել են։ Հիմա ուկրաինացիները կռվելու են, կարծում եմ, եւ տեխնոլոգիաներ ունեն։ Մենք ենք իրենց դաս տալիս, եթե նշեցիք Իրենք բացասական դաս տեսան, որ չի կարելի կներեք Արցախահայություն առանձինը չի կարելի Ղարաբաղցի լինել այս հարցում։ Եվ հետո գնալ ուրիշի ջանին կպնել, թե մեզ էս ուրեմն սա վերնախավ չեմ ուզում ասել ղեկավարության մասին է, ժողովրդի մասին չի Արցախահայության մեջ ասել եմ, սրանք տարբեր բաներ են մեզ անում, դա մեր ժողովուրդն է, մենք ենք եղան, հիմա այդ փորձը եղավ եւ իրենք կանգնել են մինչև վերջ, բոլոր դեպ սովետական տարիներին ով որ բանակ է գնացել, հայերն ինչ էին ասում, ով որ բանակում ծառայացում էր, ասում են ամեն ինչ լինի, մենակ սերժանտը խախոլ չլինի, խախոլ, այսինքն որովհետև դրանք զինվորական բաններ չեն թողի, ուրեմն մի խոսքով կծառայեցնեն մինչև վերջ, հիմա եւ այդ ժողովրդի իր լավագույն հատկությունները դրսևորում է, պիտի հիշենք, որ դրանք այն կազակներն են, որոնք Մոսկովայից փախնում էին, ազատ Զապորոժիայի տարածք եւ այլն, տարածքուրբա եւ այլն, կա այս բոլորը, չէ՞։ Այդ ժողովուրդը ինքը ճարել չունի չանել, որովհետեւ տեսեք ինչ է լինում։ Օրինակ, թվում էր թե այդ Թրամփի 28 կետերին Ռուսաստան պիտի համաձայնվեր, ինչի համար չի համաձայնվում, որտեղ ենթատեքստը ուրիշ է, իրենք դրել են Ուկրաինան ֆիզիկապես ոչնչացնելու հարց, ֆիզիկապես Ուկրաինա չպիտի լինի, ինչպես որ չպիտի լինի Հայաստան պետություն, ռուսների մասին է խոսքը, հետևաբար այստեղ կոմպրոմիսի տեղ չկա, եւ պատահական չի, որ Վաշինգտոնում միանգամից հասկացան եւ 28 կետը հանկարծ դարձավ 19 կետ եւ այլն։ Հիմա ինչ եմ ուզում ասել, այս հարցը ուրեմն շարունակվող հարց է, բայց ինչ կատարվեց, ինչու Ղարաբաղի օրինակ բերեցի, բանը Ղարաբաղյան կլանի փախուստը սեփական հայրենիքից եւ սեփական գերեզմաններից, Ղարաբաղյան կլանի։ Ուրեմն այս պարագայում այս օրինակ իրենց դարձավ եւ հասկացան մի բան, որ պիտի մինչև վերջ կանգնեն եւ բանակային կարգով կանգնեն, պարտիզան չկա։ Հիմա այս պարագայում ամերիկացիներն ինչ արեցին, քաղաքացիական պատերազմից ամերիկյան հայտնի է մի ստրատեգիական սկզբունք, որ ամերիկացիները փայլուն կիրառում են, երբ որ իրենց պետք է լինում, անագոնդայի սկզբունք է կոչվում, անագոնդան վիշապոց է, վիշապոտ, Ամազոն եւ անանեն լինում է, հսկա 10-12 մետրանոց օծ է, որը իր գույնը, ջրի գույնին համապատասխան այդ կարողանում է, էլի, դիրքավորվում, հանգիստ պարգում է, եւ ինչ-որ ես իշքան գիտեմ, հանրագիտարաններն ասում են, հատուկ հաճելի հոտ է արձակում, այստեղ գալիս են, իշքան ձկներ կան, չգիտեմ ինչի կան, այդպես եւ այլն, այս որսը գալիս է այդ հոտով, ընկնում է անագոնդայի ճանգը, հենց անագոնդան վիշապը տեսնում է, որ մոտիկ, սա սկսում է ուղղակ գալարներ անել, կամ սեղմում է, այդ կատվի նմանել է, չէ, կատուն երբեք մկանը մի անգամից չի ուտում, թաթերի մեջ խաղում, կայֆ է, այս էլ էսպես սեղմում, վերջում քանդում է բան է, բրիտանական հանրագիտարանն ասում է խյուս է սարքում, մեր խոսքով ասած էշմիազնի կամ քավարի թյուֆտա է սարքում, ընտիր, որից հետո վայելում է չուտում։ Հիմա Ռուսաստանը հայտնվել է անագոնդայի այդ օղակների մեջ, թուլացնում է, նայած ինչպես, այդ թուլացնել սեղմելը, ինչի հետ կապ ունի, որտեղ Միացյալ Նահանգները
բալանսի քաղաքականության շրջաններում հավասարակշռում է իր քաղաքականությունը Եվրոպայի միության հետ, եվրոպական, իր քաղաքականությունը Չինաստանի հետ, խոշորների, Հնդկաստան, այսինքն 5-6 պետության եւ համապատասխան դրան ձգում թույլում է։ Իման գիտի որ այդ իր գալարներից ուր է դուրս գալու, ոչ մի տեղ չի կարող, որտեղ տեխնոլոգիա չունի, համալսարաններ չունի եւ այլն, ինչ որ այսօրվա Ռուսաստանն է։ Հիմա գիտեք արդեն խոսում են դրամի դեֆոլտի մասին, արտադրության եւ այլն, էլի բանակ եւ այլն։ Եվ հերոսաբար նայեցեք, ինչ է, ինչ քաղաք էր բանը վերջի քաղաքը որ պետք է նվաճեին Խերսոնի չէ Պերմյանսկը ինչ է ուրեմն 4 տարի է Հիտլերի զորքերը պետք է վերցնեն այդ քաղաքը կես թաղամասը վերցրել են հələ մնացածը չեն վերցրել եւ այնպես ներկայացնում ռուսական զորքեր առաջ շարժվեց իհարկե Ուկրաինայում շատ դժվար է կարողանալ դիմանալ ծանրությանը բայց հաղորդագրությունները 4 տարի է դառնում, չէ, 3 տարի արդեն 10 ամիս երևի անցել է, որ ներխուժել է Ուկրաինա, ինչ են ասում։ Այս ամեն օր հաղորդագրություն կա, մանավանդ մեր ռսակոծերը տարածում են, ռուսական զորք առաջ է շարժվել։ Ռուսական զորքը, եթե 10 սանտիմետր օրը 3 տարում առաջ շարժվել, հիմա ռուսական զորքը Լևովում պետք է լիներ։ Ուր է հասել, ոչ միտեղ։ Բդույթ է տալիս եւ այլն, դե ամերիկացիք էլ այսպես Հիմա կարող է Ուկրաինան հանձնվել թե չէ, իրենք նաև կեղծ փուչիկ են պայթեցնում, որ արևմուտքը Ուկրաինայի ձեռքով կռվում է իրենց դեմ, ոչ, Ուկրաինան կռվում է իրենց դեմ, առնակամյանում, արևմուտքը օգնում է, այդ բլեֆի բանն է, Եվրոպան կարող է չօգնել, չի կարող, լեհերը հիշում են Վարշավան, հիշում եք չէ, Վարշավան ինչու, երբ որ Վարշավան ճագերտավոր ազատագրեց սովետական բանակը, ինչ եղավ, եկավ մի պա, կարմիր բանակը ներսում կռիվ էր, գերմանացիներ ոչնչացնում են լեհերին, անհավասար կռիվ էր դաժան, եւ եկան կանգնեցին, Վարշավա չմտան, թողեցին, որ գերմանացիք մի լավ լեհերին ոչնչացնեն, իրենք նոր ազատագրեն, ինչպես որ Գալատամոր արեցին նորից, որից հետո դե գերմանացիք Բերլինը հիշում են, ֆրանսիացիք էլ գիտեք Նապոլեոնի հանճարը ես չեմ ծնել, ֆրանսիացիք են ծնել եւ Եվրոպայի առաջատար պետությունները նույնիսկ ՆԱՏՕ-ն եթե ամբողջովին չլինի կկանգնեն մինչև վերջ եւ այդ իմաստով Ռուսաստանը ինչ ունի ինչով ուղղակի շատ զենք ունի թափում է աճ ծախեն հարբեցողի նման է աճ ծախ խփում է բայց դեռ նորը վերջը կտան մի օր գալու են կոնսենսուսի ես ենթադրում եմ եթե վիճակները ծառնես չլիներ ուղղակի վիճակ ռուսների հետ չեմ ես վաղուց ենթադրում եմ Պուտինին ուրեմն հեղաշրջման ճանապարհով հեռացրել էին բայց հիմա հիշեք մի հատ ֆիլմ Հիտլերը բունկերում Են վերնախավը իրար չի կարող, ամեն մեկը փորձում է փախնել, բայց բոլորը գիտեն ճակատագրով նույնն են մինչև վերջ են կռիվ տալիս։ Հիմա այս բունկերի պատմությունն էստեղ առաջացել, որովհետև բոլորը հանցանք են գործել իրենց պետության եւ իրենց ժողովրդի հանդեպ միլիոնավոր զոհեր ունեն, չէ՞, ռուսների մասին երկրի ներսում տնտեսությունը ինչ էր ՆԱՏՕ-ն չլինի, այդ էին ասում, չէ՞ սկզբից Ուկրաինան չմտնի եւ Եվրոպան, բայց փաստորեն ինչ արեց Պուտինը, ՆԱՏՕ-ն դարձրեց համախումբ նորից զինված ուժ, ՆԱՏՕ-ին պարտադրեց ավելի զինվել, միասնական լինել եւ այսպես կանգնել դիմագայել, ինքն էլ ամբողջովին հանձնեց Չինաստանի տնօրինությանը, այսը կտեսնենք թե չինական ինչ բաները այդ խաները գիտեք չէ ինչ կայֆով են քամելու տնտեսություն եւ այլն որտեղ ճար չունեն ինչ դանեն եւ Հնդկաստանում չեն կարող փրկել իրեն չեն ուզի ուղղակի բալանսը ուզում են տեղը բերեն էս է հիմա բարձր որ Թրամփն մի քիչ ուզում է Եվրոպայի հետ հարց լուծել Եվրոպան մի քիչ իրեն ավելի շատ ենթարկվի քան ենթարկվում է այսինքն այստեղ այդ բալանսի մասին է խոսքը որտեղ ռուսների հաջողության կուզեն կթողեն տեսեք անգլիացիք շատ սկզբունքային են ամեն ինչ տալիս են եւ Գերմանիան էլ առաջին անգամ որ չեր ուզում զիվեր դա միանշանակ է
փող առատորեն լցրեց, որ վերազինվի, թե չէ հրեշը վերադառնում է։ Աստված չանի, որտեղ թե հրեշ առաջինը կվերադառնա, այսպես լագոտ լուկոտով Հայաստանում կսկսի աղդոդություններ անել, կլինի կալստանյան հակահեղափոխական ելույթ, որ անիմաստ է։ Դրա համար խոսքս ինչով վերջացնեմ, դեմ եմ մեր arczepiskopոսներին։ Ուրեմն դա աշխարհում եք, տեսնում եք աշխարհի վիճակը ինչքան բարդ է։ Մեր երկիրն էլ ոչ Գերմանիան է, ոչ Ֆրանսիան է, Լեհաստանը չի, որ հաջողությունները ունեցել, բայց մենք ձեզով բոլորով հանդերձ, ովքեր որ կանք, բացի ռսակոց այս հատվածը հայրենադավ, կլանը Ղարաբաղյան, պետականությունը փրկել են, կարողանում ենք եւ այլն։ Շատ արագ այդ ռուսական ազդեցության երկրորդ կառավարման կենտրոնը պիտի փակվի, եւ դա Էչմիածնի ուրեմն հակապետական խմբակն է։